Քանի զուգընկեր պիտի ունենա կինը։ Ցավը կայանում է նրանում, որ եթե կինը փորձառու է, դու, ես, տվյալ կնոջ ապագա հանդիսացող զուգընկերը երբեք իրական թիվը չի իմանալու։ Իսկ ըստ քեզ, քանի զուգընկեր պիտի ունենա կինը։ 1, 10, 20, 100, 1000։ Չգիտակցված երիտասարդ տարիքում համարում էի, վստահ էի, որ 1։ Հետո մի քիչ դարձի եկա, ինքս ինձ ասելով Լևոն, դու հետամնաց չես, կարծիքս փոխեցի, իսկ հիմա նորից հետ եմ եկել ու համոզվել եմ նրանում, որ այնուամենայնիվ 1։ Ողջույն հարգելի սիրելի դիտողներ, ձեր հետ են Գևորգը, ըստ իմ վարկածի եւ ոչ միայն ըստ իմ վարկածի Հայաստանի լավագույն ուրոլոգ եւ ես Լևոնս, ձեզ հետ են Men's Talk հաղորդման շրջանակներում։ Գև ջան, նույն հարցը քեզ եմ տալիս, ըստ քեզ, քանի զուգընկեր պետքա ունենա կամ ունեցած լինի, կամ արդյոք պետքա ունեցած լինի կինը։ Տես, ես սենց բալանսավորված մոտեցում ունեմ, ինչը որ ինձ է վերաբերվում են ցանկացած առումով 1 առհասարակ կինը կարա ունենա այնքան զուգընկեր, ինչքան որ էմոցիոնալ կապվածություն է ունեցել, այսինքն ինչքան անգամ որ սիրել է։ Շատ լավն է։ Որովհետև չես կարա դու արգելես մարդուն սիրի ու չտրվի կամ, չգիտեմ, չսիրելով տրվի այնքանավոր քանակ լրացնի։ Այսինքն իմ համար սիրային այդ հարաբերությունը կնոջ առումով դա առաջի հերթին էմոցիոնալ կապն է, ու առանց էմոցիոնալ կապի եթե սիրային հարաբերություն կա, ինքը ոչ մի բանով սկսում է չտարբերվել տղամարդու սեռական կոնստիտուցիայից, այսինքն անումը ինչ որ անելու համար, հարաբերություն ունենալու համար, րոպեական պորտկման մեջ, բայց հաշվի առնելով այն փաստը, որ կանայք մի քիչ ավելի հեռատես են, կանայք իրանք են ավելի ընտրողաբար մոտենում այդ հարցին, որովհետև իմ կարծիքով, կրկնեմ, սենց մետաֆորիկ բան ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, բանալին, օրինակ, որը որ բացում է 100 հատ կողպեկ, ինքը թույն բանալի է, դու այդ բանալին միշտ կուզես ունենաս, բայց կողպեկը, որը որ լյուբոյ բանալիով կարելի է բացել, ոչ ոք իր դռանը չի կախի։ Հիմա տեղափոխենք դա հարաբերությունների մեջ ու հասկանանք, որ չէ, լավ չի, որ կինը ունենում է տենց տասնյակ սեռական զուգընկերներ։ Ես ունեմ խորին համոզմունք, որ կինը ինչքան մեծականակ ունենում է հարաբերություն, այնքան իր հոգեկան աշխարհը խառնվում է իրար։ Նախ վտանգ համար 1, ինքը անընդհատ կախման մեջ է լինում տարակուսանքներից։ Ինքը անընդհատ մտածում է, բա որ այս սրա հետ ավելի լավ լիներ, բա որ այս մեկը ավելի մեծ բան ունի, հազար ներողություն, բա որ այս մեկը ավելի հարուստ է, ծայրահեղ օրինակներ են բերում պրիմիտիվ, բայց բավականին ռեալ, անընդհատ համեմատությունների մեջ է, անընդհատ կասկածում է, բա որ սրա հետ սենց, բա որ նրա հետ նենց, ու իր հոգեկան աշխարհը կատարելապես դառնում է մի հատ քաոտիկ ու ինքը իր զուգընկերոջ համար գնալով այդ բեռը հավաքելով դառնում է մի հատ դժոխք, ուղղակի դժոխք։ Տես ինչն է հարցը, նման կինը ըստ իս կհոշոտի իր կողքի տղամարդուն։ Մենք կարանք դրան մի քանի ասպեկտից նայենք, որից մեկը, ես չեմ խորշում դրա մասին խոսալուց, քրիստոնեական ասպեկտն է, մենք հայ առաքելական, ես անձամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ ու համաձայն այսպես ասած Աստվածաշնչի կամ նոր կտակարանի կինը դա անմեղ էակի ձգտող անձնավորություն է, այսինքն ինչից է առաջացել դա, որ ոնց որ Սուրբ Մարիամը կույս ա եղել, Քրիստոսով հղիացել է եւ այլն ու կուսությունը, որպես այդպիսի մինչեւ ամուսնական հարաբերությունները, այդտեղից պահպանվելով եկել է։ Ընդունում եմ, որ ոչ միշտ դա հնարավոր եղե ու ընդունում եմ, որ ոչ բոլոր կանայք են, ովքեր որ չգիտեմ, հարաբերություն են ունեցել, ինչ-որ խնդրահարույց, այսինքն մարդ կարա սխալվի իր կյանքում։ Մարդ կարա սխալվի մի անգամ, կարա սխալվի 2 անգամ ու օրինակ, չգիտեմ, սիրահարվի մի հատ տղու, այդ տղեն էլ մեր հաղորդումներից մեկի ընթացքում խոսել ենք տարբեր անգամ մաչո լինի, խափի այդ աղջկան, չգիտեմ, խոսք տա ոսկե հիմալայներ ու երջանիկ ընտանիք, առիթից օգտվի, բայց անընդհատ այդ սխալը կրկնելը, այդ արդեն կնոջ, չգիտեմ, մտավոր ունակությունների մասին է։ Չենք խոսում սխալվելու մասին, խոսում ենք գիտակցված որոշման մասին, այսինքն ոնց է դրված եղել տարիներ շարունակ, որ կինը իրան պահպանում է իր
ամուսնու համար։ Նման ընտանիքները, ինչքան էլ որ ներկայիս հասարակությունը փորձի ասել, որ դա հետամնացությունն է, փորձի ասել դա եսի ինչա էսա այնա, որ այդ ընտանիքները անհամեմատ ավելի պինդ են։ Բայց դրա կա հակառակ կողմը։ Օրինակ, ֆետիշացնել կուսությունը ու մնացած այլ տեսակի սեռական հարաբերություններ ունենալը, որը որ հնարավոր չի որևէ կերպ, չնայած ասեմ, կուսությունն է հնարավոր չի որևէ կերպ ստուգել, որտեվ հիմա գինեկոլոգիան թույլ է տալիս անենց ասենց յուվելիրնի վերականգնել ամեն ինչը, որ տղամարդը կարա չզգայել, ու չի էլ փորձառու տղամարդ։ Այո, նույնիսկ փորձառու տղամարդը։ Հիմա ասածս ինչա, խոսքը չի գնում սեռական, սովորական սեռական կապ ունենալու մասին։ Խոսքը գնում է սեռական զուգընկեր ունենալու մասին ու դա կարա լինի ոչ միայն տրադիցիոն սեռական հարաբերություն, այլ նաև ոչ տրադիցիոն, որը որ մի կոնկրետ ժամանակահատվածում Հայաստանում բավականին ակտուալ թեմա էր, որովհետև կուսաթաղանթը ֆետիշացված էր ու այլընտրանքային սեռական կոնտակտները ծաղկում էին։ Շատ արդի էին։ Այո, շատ արդի էին։ Հիմա ես գտնում եմ իմ խորին համոզմամբ, որ այո, կինը չպետք է ունենա շատ զուգընկերներ։ Նախընտրելի է այդ տարբերակը։ Միևնույն ժամանակ գտնում եմ, որ օրինակ, չգիտեմ, կինը, ով որ հարաբերություն է ունեցել ինչ-որ X մարդու հետ, չպետք է գնա վերականգնի գինեկոլոգի մոտ ու իր հաջորդ հարաբերությունը սկսի ստի վրա հիմնված։ Անկեղծ լինի։ Ու ուզում եմ հասկանամ, հիմա, եթե անկեղծությունն ենք խոսում, կինը պետք է անկեղծ լինի։ Կանգնում է տղամարդուն ասում է, ես ունեցել եմ մինչև քեզ հարաբերություն։ Տղամարդու ռեակցիան որը կլինի ըստ քեզ։ Կախված հանգամանքներից, կախված քանակից ու եւ մի բան ասեմ, ես ինչքան գաղափար որ արտահայտում եմ, թե հաղորդման շրջանակներում, թե կյանքում, ես պատասխանատու եմ իմ համար, իմ գաղափարախոսության համար, ու ես համոզված եմ, որ չկա այս կյանքում ճիշտ ու սխալ, չկա սև ու սպիտակ, չկա լավ ու վատ, չկա չար ու բարի, կա գիտակցված ընտրություն, ու եթե դու այդ քայլին գնում ես, պետք է պարտավոր ես պատասխանատվություն կրես հետևանքների համար, պետք է առնվազն վերլուծես։ Եթե դու դա չես անում, սխալը միայն քոնն է, նույնը վերաբերվում է կնոջը։ Եթե կինը իր ընտրությունը, ոնց են իրանք սիրում ասել, իմ մարմինը իմ գործն է, եւ համանման բաներ, հարց չկա, արա, բայց պատրաստ եղի հետևանքներին, այլ ոչ դու այդ ամենը անելով բարձրաձայն գոռա, որ դու այլ արժեքների տեր ես, որ դու բարյադշտի ես, որովհետև այդ արտահայտություն անողը այդտեղ չի կարա բարյադշտիության մասին խոսք գնա անգամ։ Շատ լավ բան ասեցիր, իմ մարմինը իմ գործն է կոնցեպտը ու պատասխանատվության կոնցեպտը։ Հիմա ինչ պատասխանատվություն պետք է կինը կրի, օրինակ սեռական հարաբերություն ունենալու համար։ Ասենց զուգահեռ անցկացնեմ, տղամարդը կարա հարյուրավոր հարաբերություն ունենա ու այդ իրան մենակ պլյուս է որպես դիտարկվում, չգիտեմ, փորձառու է, մաչո է, ուժեղ տղա է եւ այլն եւ այլն։ Կինը որ հարյուրատ հարաբերություն է ունենում, այստեղ արդեն այլ տեսանկյունով են նայում։ Ուստի հասկանանք, ինչ պատասխանատվության մասին է կնոջ հարաբերությունների հետևանքը։ Ասեմ, կնոջ առաքելությունը ի սկզբանե խոսացիր Աստվածաշնչից։ Այդտեղից սկսած ու լիքը քաղաքակիրթ երկրներում թութու մինչ օրս պահպանվել այն գաղափարախոսությունը, որ կինը սերունդ շարունակելու մեջ ամենամեծ դերն է խաղում։ Եվ ջան, ես կյանքում չեմ ուզի, չեմ դիտարկի ոչ մի դեպքում այնպիսի սցենար, որ իմ ապագա երեխաների մայրը ունեցած լինի այդ քանակով հարաբերություններ։ Դու պատկերացնում ես այդ կնոջ հոգեբանության մեջ տղամարդու կերպարը ինչ կարգի վատն է։ Աստված մի արածը, ոչ թե Աստված մի արածը, այլ 100%-ով այդ կինը քո կյանքում էլ իմ կյանքում էլ ենթադրաբար երկար չի մնալու, անցնելու է հաջորդին, որովհետև մենք ընդամենը հերթականն ենք, մեր հերթն է։ Այդ երեխուն ինքը նենց է դաստիարակելու, որ ամբողջ աշխարհի տղամարդիկ չարն են, վատն են։ Այդ ամենին մեկտեղ էլ վերջին 60-70 տարիներին, երբ որ ամեն կերպ պրոպագանդա է գնում հակա, ոնց սիրում ենք մենք ասենք, ոնց իրանք են սիրում ասել թունավոր ագրեսիվ տղամարդկանց, ամեն ինչը տանում են նրան, որ այդ ամենը զսպվեցվում է խի, որ տղամարդիկ թուլանան, իրանց դիրքերը կորցնեն ու կանայք կարանան ազատ ֆրֆրան ոնց ուզում են։ Այդ ամենը ինչի է տանում։
մարդկության քանակի նվազեցմանը։ Նույն ֆեմինիստները, ովքեր նման գաղափարախոսությունը միայն ողջունում են, իմ մարմինը իմ գործը, free the nipple, and որ ասում էին պտուկները թողեք հանգիստ հագնենք, սանձարձակություն ընդամենը, կոչ ընդամենը, հարմարավետությունը երրորդական է այդտեղ։ Եվ ինչա տեղի ունենում, տղամարդիկ գիտակցված, կապչուլիստեղ մենտալիտետը, լյուբոյ տղամարդ գիտի, որ նման կինը կարմիր դրոշակա ապագա ընտանիք կազմելու համար։ Չենք ուզում էլ ամուսնանանք։ Ֆեմինիստներ ջան, հասակ ձեր ուզածին։ Կինը կարա ֆեմինիստ չլինի, կինը կարա ֆեմինիստ չլինի ու ասենք լիքը տարբեր սեռական զուգընկերներ ունենա, անունը դնի ազատ կյանք, իմ մարմինն է իմ գործն է եւ այլն։ Հիմա ուզում հասկանամ, օրինակ վերլուծենք իրար հետ։ Տղամարդը, ով որ նման կնոջն է ընտրում, որպես իր ընտանիքի կին, ինքը անհեռատես է, ինքը սիրող է, ինքը, չգիտեմ, աչք փակող է ու ներող է, թե ինքը լոխ է։ Ասեմ, մարդկայինով խոսանք, էլի առանց վերին գաղափարների։ Շատ ճիշտ հարց ես տալիս եւ գուցե դրանցից մեկը, գուցե դրանցից երկուսը, գուցե դրանք բոլորը միասին։ Ես չեմ ուզում պիտակավորեմ նման տղամարդուն որպես լոխ, ես էլ եմ այդ նույն հազար ներողություն քաքի մեջով անցել։ Մենք միշտ չի որ այս փորձը ունեցել ենք ու ի սկզբանե եղել ենք ես գաղափարախոսության տեր, չէ։ Բայց ես համարում եմ, եթե նման տղամարդը ընտրել է, համաձայն է այդ բեռով հանդերձ տանի այդ կնոջը դեպի եկեղեցի, իր ապագա երեխեքի մամա, դիտարկի հարց չկա։ Բեռը որն է, այնց բեռը բացա։ Ասեմ։ Բեռը։ Լյուբոյ տղա, արժանապատիվ տղա, այտենց տղա չկա, որ այդ զգացողությունը չունենա։ Մենակ այն մտքից, որ իր սիրած էակին, այդքան մարդ է կպել, այդքան մարդ է նրա հոգու ֆիզիկապես մեջը մտել, այդ որդը ամբողջ կյանք իրան ուտելու է, այդ տղեն երջանիկ չի լինելու։ Իսկ եթե իրան մեկա դա, իսկ եթե իրան օրինակ մեկա դա, ասենք տղամարդը ասում է, դե մինչև էս ինչ եղել է, սրանից հետո էլ չի լինելու, ես գնում եմ այս քայլի։ Ոնց կա օրինակ տղամարդու զուտ մտածելակերպից, ոնց կարելի է դա մեկնաբանել։ Սենց ասեմ, նման մտածելակերպը ինձ խորթ է։ Նորից եմ ասում, վատ պիտակավորում չեմ տա, բայց կա հավանականության տեսություն, նույնիսկ ստատիստիկա։ Ես հələ չեմ հանդիպել, որ նման հարաբերությունները երկարատև լինեն։ Ես իմ կարծիքն եմ ուզում ասեմ, որ եթե օրինակ կինը իր հարաբերությունների մեջ, իր սեռական զուգընկերների մեջ ընտրողական չի ու կոպիտ ասած մի հատ էս կողմ, մի հատ այն կողմ է իր համար, մի հատ էս կողմ, օքեյ, մի հատ այն կողմ, օքեյ, նման մարդիկ գաղափարապես շատ լուրջ հիմք են դնում հետագա դավաճանությունների, հետագա ընտանիքի անկայունության եւ հետագա խնդիրների համար ու ես ինքս անձամբ կարծում եմ, էլի քեզնից օրինակ վերցնեմ, որևէ մեկին չպիտակավորեմ, բայց կոնցեպտը կայանում է նրանում, որ կինը երբ որ ունենում է բազմաթիվ սեռական զուգընկերներ, այդ այն կողպեքի օրինակն է։ Այդ կինը արդեն իսկ ինքը ունի իր շեղված պատկերացումը տղամարդկային վերաբերմունքի տղամարդու էության, սեռական հարաբերության մասին։ Եվ եթե օրինակ ինչ-որ X տարիքում իր համար դա ազատության դրսևորում ու ինքնահաստատում է, ապա ավելի հասուն տարիքում ինքը հաստատ չի ուզելու, որ իր աղջիկը այդ ճանապարհով անցնի, ավելի հասուն տարիքում։ Եվ եթե մենք հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, ով որ ասում է իմ մարմինը իմ գործն է ու ես ազատ եմ անել իմ մարմնի հետ ամեն ինչ, ինչ ես ուզում եմ, այսինքն ունենամ այնքան սեռական զուգընկեր, ինչքան որ ես ուզում եմ, ապա եկեք արդարության համար ասենք, որ տղամարդու ընտրությունն էլ իր գործն է։ Ուստի եթե տղամարդը նման կնոջը չի ուզում իր երեխեքի մայր տեսնի, չի ուզում իր ընտանիքի, այսպես ասած, հենասյուն տեսնի, այդ տղամարդկանց պետք չի ասել, որ դուք հետա մնացեք։ Չէ, բացարձակապես։ Ու այդ տղամարդը ավելի զգոն ու ավելի հեռատես, ավելի հիմնարար դատող էակ է, քան կինը, որ ասում է իմ մարմինը իմ գործն է, ոնց կուզեմ կփչացնեմ այդ մարմինը։ Ու այդ կոնցեպտով, այդ կոնցեպտից ելնելով, ես կարամ ինձ թույլ տամ ասեմ, որ իրան հարգող տղամարդը տենց կնոջ հետ չի ուզենա հարաբերություն սկսել, շարունակել կամ լրջացնել։ Կարա ինչ-որ հարաբերություն ունենա, ինչ-որ ժամանակի հատված իրար հետ ֆանտաստիկ լավ ժամանակ անցկացնեն, բայց մենք խոսում ենք ավելի հիմնարար հարաբերությունների մասին, որը որ ձևավորում է ընտանիք, որը որ տալիս է սերունդ։ Իսկ այն տղամարդիկ, ովքեր որ դրա վրա աչք են փակում, էլի չպիտակավորելով ասենք, որ զուտ իրանք
իրանց մտածելակերպի հետ մենք համաձայն չենք ու նաև համաձայն չենք այն նրա հետ, որ տղամարդիկ ովքեր որ մեր պես են մտածում, իրանք հետամնաց են, որտեղ կներեք, բայց հետամնացությունը կնոջ ամենաթողությանը ծափահարելով չի բնորոշվում կամ չծափահարելով։ Միանշանակ, վատը գիտես որն է, եւ նախորդ ասացներդ աննկարագրելի սրտից էին եղբայր, ու վատը այն է, ինչի է տենց տեղի ունենում, ոչ ոքի համար գաղտնիք չի, ցանկացած խելամիտ անձ գիտակցում է, թե ինչքան կարևոր դեր է խաղում մարդկանց ծրագրավորելու դերում մեդիան, նույն Հոլիվուդը։ Խոսքը չի վերաբերվում ոչ մի դեպքում հեղինակային հանճարեղ ֆիլմերին, խոսքը վերաբերվում է նույն հայտնի Walt Disney-ին, որը իր ձեռքի տակ ունի բազում այլ production-ներ, այլ կինոստուդիաներ, որտեղ հատուկ ընտրված ֆիլմեր են ու տասնամյակներ փոփոխվելիս տենդենսներն են փոխվում ու այն ինչ որ 70-80 տարի առաջ կոնսերվատիվ հայացքների ներքո ներկայացվում էր նույն հոլիվուդյան ֆիլմերում, տեսարան ես նայում, տղամարդը կնոջը երեխու պես փորի վրա նստացնում է ծնկներին, սկսում է հետույքին դաղել, տիպը պատժում է, երեխեն տեսնում է, ասում է այդ քեզ մամային պատժում, մաման ֆռում ասում է որտեվ պապան սիրում է մամային, ու դա ռոմանտիկ ներկայացվում է, ռոմանտիզացվում է, չեմ ասում դա լավ է, դա վատ է կամ լավ է, դա նորմալ է եղել, իսկ հիմա, երբ որ մեր գաղափարախոսության պահպանողական հայացքների տեր տղամարդիկ, ովքեր ասում են այն ինչ որ նոր ասացինք, ներողություն ցուցադրվում են, սցենարներում մեզ սարքում են ծիրան, ցույց են տալիս այն տեսանկյունից, որ այդ կինը դժբախտ է, վայ ինքը տանջվում է, ու կոտը ուտում են բոլորը, թե ոչ հասուն խակ տանջվում, որ 100 հատ պարտներ ունեցե ու հիմա ուզում է երջանիկ ընտանիք ունենա ու adekvat տղամարդ չի գտնում, որ այդ ամեն ինչը շնորհակալություն, դրանով տանջվում, դա այդ քո ասած իր որոշման պատասխանատվությունն է։ Չի կարա համ հաջույք ստանա, համ կույս մնա, այդպես չի լինում։ Իմ ամբողջ ասածը այն էր, որ ռոպագանդան էլ է շատ մեղավոր։ Այդ ֆիլմերը, սերիալները այնքան մեծ դեր են խաղում մանավանդ աղջիկների մոտ ու ոչ հասուն ջահել տղամարդկանց մոտ։ Ես էլ եմ այդ կուտակերը, ես էլ եմ ժամանակին սուպերհերոսի սինդրոմով եղել ու հասկացել եմ, որ այս աշխարհի ամենախափուսիկ բաներից մեկը դա կնոջ արցունքներն են, որը շատ հեշտությամբ օգտագործվում է որպես մանիպուլյացիայի գործիք, մենք պաշտպանի դերը միացնելով, կապ չունի, որ այդ կինը հազար ներողություն ինչ որ դրվագում գլխից մեծ անենց բաներ ա կերել, գնում մտնում ես, խրվում ես դրա մեջ, սկսում ես իր խնդիրները լուծել, իր մոտ սաղ դզվում է, ինքը շնորհակալության փոխարեն քաքում է ջեբերը ու անցնում է առաջ։ Տես ինչ դա արծը, դու որ ասեցիր Walt Disney-ի թեման, Netflix-ը ակնհայտ ռոպագանդա է անում շատ տարբեր իմ համար, իմ կարծիքով սեռական վարքի շեղումներ, որտեղ մարդիկ կան ում համար դա նորմալ է։ Սեռական վարքի շեղումներ է ռոպագանդա անում Netflix-ը ու հիմա արդեն այն օրը տեսանյութ էի նայում ամերիկյան սենատում սենատորը Netflix-ի ղեկավարին ասում է բացատրեք ինչի եք դուք դա անում։ Ինչի եք դուք երեխեքի համար նախատեսված ֆիլմերում տրանսգենդերներ, միասեռականներ եւ այլններ ցույց տալիս, այդ Netflix-ի ղեկավարը ասում է, գիտեք, մենք այդպես քաղաքականություն չունենք, ասում է, բա ինչով է պայմանավորված, այսինքն նույնիսկ այդ քաղաքակիրթ ճակերտավոր ասենք արևմտյան երկրներում արդեն հետ են գնում դեպի կոնսերվատիզմ, որովհետեւ հասկացել են, որ ամեն ինչ այդ ռուսերեն է այդ բառը լավ հնչում, այդ մռակաբեսյան ոչ մի լավ տեղ չի տանում, որովհետեւ մարդկությունը պետք է ունենա իր համար կարմիր սահմաններ գծած, որ այս կողմից այնյան չի կարելի անցնել, այսինքն ոչ ոք չի դատապետում կանանց, ովքեր որ ասենք իրանց կյանքում սխալվել են կամ խնդիր են ունեցել կամ խաբվել են, դրա մասին չի խոսքը, կամ օրինակ կա կին, որ ամուսնացած է եղել, հետո բաժանվել է, ոչ ոք չի ասում այ դու եւ այլն, այսինքն մենք այդ դարից անցել ենք, այդ կինն էլ իրավունք ունի էլի երջանիկ լինի, արդարամիտ լինի ու իր տղամարդուն ասի, հա, ես այս սխալը արել եմ, ես հիմա իմ կյանքում նոր փուլ է։ Լուբոյ հարաբերություն անկեղծության վրա է կառուցվում։ Հա, խոսքը գնում է, ասենք, մարդկանց մասին, ովքեր չտես գյորմամիշի պես, ասենք, ինչ չեն տեսել պատից կախ, տեսել են ճակատից կախ, ու այն որ
Սենց conveyor-ի նման սկսել են զուգընկերներ փոխել, փորձելով, ինչ որ բան արկածներ փնտրելով եւ այլնով կամ իրանց մարմինը ճանաչելով։ Քո մարմինը հազար ձև կարած ճանաչես, գնա տրինաժորնի զալ։ Մի գնա, ասեք, կամ յոգայի։ հա, 72 հատ սեռական զուգընկեր փոխի։ Իմ համար դա բավականին լուրջ խնդիր է ու բավականին լուրջ, սենց ասեմ, բագաժ է, որը որ հիմա երիտասարդությունը իրանց վրա տանում է ու ինչա տեղի ունենում։ Շատ ջահել տղաներ, ովքեր որ արդեն իսկ Netflix-ի վրա են մեծացել, իրանք ոչ թե ընդունում են դա որ նորմալ է, այլ իրանք չընդունելով, իրանք իրանց մեջ վախում են դրա մասին խոսան, որ դա նորմալ չի։ Ու ես ուզում եմ մեր հեռուստադիտողին ասեմ, հարգելի ընկերներ, հարգելի երիտասարդ սերնդի տղեկ, եթե դուք գտնում եք, որ դա նորմալ չի, իմացեք, որ դա ամոթ չի գտնել, որ դա նորմալ չի։ Ու կնոջ համար ոչ թե սխալվելն է ամոթ կամ սխալված կնոջը ոչ թե պետքա դատապետել կամ պիտակավորել, այլ դուք ինքներդ ձեր համար, ձեր մտածելակերպի մեջ պետքա հասկանաք, դուք ուզում եք, որ ցանկացած բանալիով բացվող կողպեք ձեր դռան վրա ալնի, թե չէ։ Ուստի մի վախեցեք դրանից, դա քյարթույություն չի, դա հետամնացություն չի, ու դա լրիվ adekvat է, որ տղամարդը միշտ ձգտում է առաջինը ելնել, իր կնոջ մոտ։ Այսինքն տղամարդը ցանկացած բանում ձգտում է առաջինը ելնել, ամենալավը ելնել, սպորտով որ զբաղվում է, ձգտում է, չէ, առաջինը ելնել, չեմպիոն դառնալ։ Հիմա նույնն էլ հարաբերությունների մեջ է չեմպիոնությունն է իր համար առաջինը լինելու կոնցեպտը։ Ու դրանից вообще նեղվել պետք չի, որովհետև դա նորմալ է իմ կարծիքով։ Այսքանից հետո ինձ մնում է Գևի խոսքերին ավելացնել միայն ամեն եւ կոչանել ձեզ մնալ մեզ հետ։ Men's Talk հաղորդման շրջանակներում ձեզ հետ էին Գևորգը եւ տեստոստերոնի արտակարգ եւ լիազոր դեսպան Լևոն Հովանեսյանը։ Լավ մնացեք։